Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ հերթական անգամ փորձել է ինքնահաստատվել արդեն սովորական դարձած հակահայկական հայտարարությունների հաշվին։ Այս անգամ ևս նավթային սուլթանն իր ենթակաների շրջապատում հոխորտացել է, թե Ադրբեջանն ունի աշխարհում ամենահզոր բանակներից մեկը եւ կարող է զենքի ուժով լուծել Ղարաբաղի հարցը, սակայն իրենք, ըստ Ալիևի, կսպասեն մինչեւ Հայաստանը կազմաքանդվի ներսից։ Իդեպ վերջերս Բաքվում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը սկսել են դիտարկել հենց կազմաքանդումների տեսության հոլովույթում։ Ռուսաստանյան պարբերականները գրում են, որ Ալիևի ռեժիմին սպասարկող լրատվամիջոցներն ու քաղաքագիտական շրջանակները վերջին շրջանում սկսել են ինտենսիվորեն խոսել Ռուսաստանի կազմաքանդման մասին, դրանում անմիջականորեն դիտարկելով Ադրբեջանի պետական շահը։ Թեմայի շուրջ հայտնի Ռեքս գործակալությունը տպագրել է Ադրբեջանի ամենամեծ ազգային փոքրամասնության Թալիշների ազգային առաջնորդներից Ֆահրադին Աբոս Զոդայի լայնածավալ հոդվածը, որտեղ հեղինակը կանխատեսում է հենց ադրբեջանական պետականության մոտալուտ փլուզումը։ Աբոս Զոդան կարծում է, որ փոխաբերական իմաստով Ադրբեջանը հայտնվել է ձմռանն ընդառաջ վիճակում, աշնանային տերևաթափի ժամանակաշրջանում, եւ այս պետական կազմավորման փլուզման նորն այդքան էլ հեռու չէ։ Նա նշում է. Ադրբեջանում հասկանում են, որ երկիրը մոտենում է խիստ ձմռան փուլին։ Մտածելու ընդունակ քաղաքացիների շրջանում այն արդեն իսկ առաջացրել է հստակ արտահայտված անորոշություն։ Ափում հայտնված ձկների նման ադրբեջանցիները սկսել են մի ծայրահեղությունից դեպի մյուսը ցատկել։ Երկրի խնդիրների մեղքը հիստերիկորեն բարթելով մեկ արևմուտքի, մեկ Ռուսաստանի վրա, առանց փորձելու խնդիրների լուծման բանալին որոնել Ադրբեջանի ներսում, իշխող կլանի անարդյունավետ կառավարման տիրույթում։ Արդյունքում ի հայտ են գալիս հարևանների հասցեին հնչող աբսուրդային հայտարարություններ։ Անհեթեթ հայտարարություններով ադրբեջանցի գործընկերոջից հետ չի մնում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ֆիրատ լրատվական գործակալությունը խստորեն քննադատել է այն թափում Էրդողանի հայտնած այն կարծիքը, թե մահմեդականների համար հարամ է խլել այլ մահմեդականների ապրանքը, կյանքն ու պատիվը։ Թուրքական պարբերականը եզրահանգում է. Էրդողանը չի ասում, թե որ կրոնին էլ պատկանի մարդ սպանելը, նրանց գույքը թալանելը հարամ է, այլ ասում է, որ մահմեդականը մահմեդականի նկատմամբ նման բան չպետք է անի։ Ստացվում է, որ ըստ Էրդողանի հայերին, ասորիներին սպանելը, նրանց գույքը թալանելը հալալ է։ Ավելորդ չէ հավելելը, որ վերջին ամիսներին իսլամիստ ծայրահեղականներն Իրաքի հյուսիսում ցեղասպանության են ենթարկում նաև ոչ մահմեդական եզդի բնակչությանը։ Հավանաբար Էրդողանն այս ամենին վատ չի վերաբերվում։ Կարելի է ենթադրել, որ անհեթեթ հայտարարություններով իրար հերթ չտվող Ալիևն ու Էրդողանը սեփական հասարակություններին մոլորեցնելու ընդհանուր համակարգված գիծ են տանում, փորձելով տուրք տալ թյուրքական վայրի բնազդի վերակենդանացմանը, չցանկանալով հաշվի նստել այն պարզ իրողության հետ, որ համացանցի դարում հնարավոր չէ խուսափել մտածող քաղաքացիների արդարացի մտահոգություններից ու խիստ քննադատությունից։ Եվ մինչ Ալիևը գովազդում է Ադրբեջանն ու այն ներկայացնում որպես տնտեսական դրախտ երկրից երեսին, վերջին 24 ժամվա ընթացքում երկու սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակում գտնվող քաղաքացիներ դիմել են աննախադեպ քայլերի։ Մեկը Բաքվի կենտրոնում ինքնահրկիզման փորձ է արել, մյուսը երեխայի վիրահատման գումար չունենալով, որպես բողոքի ակցիա Բաքու հորադիս ճանապարհին խաչել է իրեն ասֆալտին։ Ժամը լրատվական։